8-րդ սերիա։ Արթուր Սիմոնյանը Աստծո ժողովրդի զոմբատորն է, մանիպուլյատորը եւ դիկտատորը։ Սենսացիոն պայթունը Աստծո լույսի, որն իր մեջ կրում է հզոր հարվածային ալիք եւ ջախջախում է սատանայի կեղծ լույսը սուտ քրիստոսների, սուտ առաքյալների եւ հակաքրիստոսների բոլոր աղանդներում։ Արթուր Սիմոնյանի եւ կյանքի խոսաղանդի պարագլուխներ Ուլֆեկմանի, Կարլ Գուստավի, Լեոնիդ Մալկոյի, Մատսոլայի Սխոյլի, Մաքսիմ Մաքսիմովի, Արթուր Ղուկասյանի ազգակործան հավատուրած հրեշավոր մեղքի բացահայտումը 20 դեկտեմբերի 2011 թվական։ Ուշադրություն, Աստծո հոգու կոչը աշխարհի բոլոր քրիստոնյաների, հայ որդիներ եւ մարդիկ ողջ աշխարհի, բացեք ձեր ականջները եւ լսեք, թե ինչ է ասում ձեզ Աստծո հոգին։ Արթուր Սիմոնյանը Աստծո ժողովրդի զոմբատորն է, մանիպուլյատորը եւ դիկտատորը։ Նրա նպատակն է առաջին՝ միաբանել մարդկանց սատանայի սուտ քրիստոսական, հակաքրիստոսական մեկ հոգու մեջ, ծնելով եւ հաստատելով նրանց մեջ միասնական հակաքրիստոսական մատրիցա, որը գործում է տիեզերքի արարիչ կենդանի Աստծո, Սուրբ Հոգու եւ Տեր Հիսուս Քրիստոսի դեմ։ Երկրորդ՝ սուտ ուսմունքներով եւ կախարդություններով խոչընդոտել Տեր Հիսուս Քրիստոսի ի հայտ գալը Քրիստոսի եկեղեցիներում։ Երրորդ՝ արգելք հանդիսանալ մարդկանց Սուրբ երրորդության հանդեպ ունենալ այն ճշմարիտ հավատքը, որի մասին Տեր Հիսուս Քրիստոսն ասել է։ Սակայն մարդու որդին գալով արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Ղուկաս 18-րդ խոսք։ Արթուր Սիմոնյանի սատանայական կոչումն է Հիսուս Քրիստոսին հավատացող մարդկանց մեջ ներդնել եւ հաստատել մատրիցաներ, որոնք լեփլեցուն են Աստվածահայիչ անուններով, այն սուտ աստվածների եւ աստվածուհիների, որոնք այլասերում եւ կուրացնում են մարդկանց մտքերը, տանում են նրանց խորագույն մոլորության, զոմբիացնում են, կապում դժոխքի հետ եւ դրանով իսկ ենթարկում հավիտենական կորուստի։ Արթուր Սիմոնյանի սուտ քրիստոնեական եւ հակաքրիստոնեական գործողությունների ուժի գաղտնիքը մարդկանց զոմբիացումն է, որը նա իրականացնում է իր ծառայությունների միջոցով որպես գուրու մանդրակարա։ Դրանով իսկ Արթուր Սիմոնյանը հանդիսանում է մարդկային շնչերի գաղտնի մարդասպան։ Արթուր Սիմոնյանի եւ կյանքի խոսքաղանդի բոլոր պարագլուխներ Ուլֆեկմանի, Լեոնիդ Մալկոյի, Մատսոլայի Սխոյլի, Մաքսիմ Մաքսիմովի, Արթուր Ղուկասյանի, Արթուր Սարգսյանի եւ մյուսների անօրինության գաղտնիքը մարդկանց զոմբիացնելու մեջ է զոմբիացման հատուկ մեթոդիկայով, որը կատարում են գուրուները անդադար մանտրաներ կարդալու միջոցով, միջև որ դրանք կգործեն ինչպես մոգական նզովքներ։ Հարգելի ունկնդիրներ, այս եւ հաջորդ սերիաներում մենք ավելի մանրամասն կխոսենք այն մասին, թե ով է գուրուն հինդուիզմի մեջ եւ ինչու է Արթուր Սիմոնյանը ցանկանում դառնալ գուրու, ինչ է մանտրան եւ ինչ է մատրիցան, ով է զոմբին եւ որոնք են զոմբիացման գաղտնիքները եւ ինչպես կարելի է հասնել դեզոմբիացման, այսինքն ազատագրել մարդկանց զոմբիացված վիճակից։ Ինչպես արդեն ասվել է նախորդ սերիաներում, գուրուն հինդուիզմի, շիվայիզմի, բուդդիզմի, յոգայի եւ այլ կրոնների ուսուցիչ եւ վարդապետ է։ Թվարկենք գուրուի առավել կարևոր ծառայությունները եւ ֆունկցիաները եւ տեսնենք, թե ինչպիսի համապատասխանություն եւ ընդհանրություն կա Արթուր Սիմոնյանի եւ գուրուի գործողությունների ու ծառայությունների մեջ։ Ուշադրություն, գուրուի ծառայության բոլոր հատկանիշները եւ առանձնահատկությունները, որոնք հիմա կթվարկվեն, լիովին համապատասխանում են Արթուր Սիմոնյանի ծառայությանը որպես գուրու, որովհետեւ նա իր բոլոր մանտրաներում անդադար ասում է, որ ինքը գուրու է։ Գուրուի ծառայությունները եւ ֆունկցիաները։ Առաջին, գուրուն հինդուիզմի մեջ նվիրյալ ծառայող է, մեդիումի նման, որը մշտական կապի մեջ է ինչպես երկրի վրա ապրող մարդկանց, այնպես էլ գետնի տակ գտնվող մեռածների հետ, ինչպես սուտ աստվածների մարդկային հոգիների, այնպես էլ ընկած հրեշտակային ծառայող հոգիների հետ, որոնք կապ են հաստատում գուրուի եւ այդ սուտ աստվածների մեջ։ Գուրուն ընդունակ է կապ հաստատելու տարբեր կենդանիների հոգիների հետ։ Հինդուիզմի մեջ կա ուսմունք հոգիների տեղափոխման մասին, որը կոչվում է ռեինկարնացիա, ըստ որի մարդը վերամարմնավորվում է տարբեր կենդանիների եւ այլ կենդանի էակների։ Գուրուն իր աշակերտներին սովորեցնում է կապվել մեռածների հետ, որի արդյունքում ի վերջո աշակերտները նույնպես դառնում են մեդիումներ։
Մեդիումը գործակալ եւ միջնորդ է կենդանի մարդկանց եւ տարատեսակ հոգիների աշխարհի միջև։ Այսպիսով, այդ հոգիները կարող են լինել առաջին մեռած մարդկանց հոգիներ ու շնչեր, որոնք բաշխված են երկրի տարբեր վայրերում։ Դրանք կարող են լինել ինչպես սուտ աստվածներ, այնպես էլ տարբեր աշխարհակալ հոգիներ։ Բայց Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, եւ դուք կլինեք ինչպես աստվածներ, բարին ու չարը իմացող։ Ծննդոց 3 գլուխ 5-րդ խոսք։ Երկրորդ, ընկած հրեշտակներ, դևեր ու դևույներ։ Երրորդ, կենդանիներ, անասուններ, գազաններ, թռչուներ, օձեր եւ ծովային էակներ։ Չորրորդ, կապիկների հոգիներ, միակ կենդանիները, որոնք դեմքով նման են մարդու։ Նրանք յուրահատուկ տեղ են զբաղեցնում կենդանիների հոգիների մեջ եւ ուժեղ ֆիզիկական ներգործություն են ունենում մարդկանց վրա։ Տրանսի վիճակում այդ հոգիներից ինֆորմացիա է փոխանցվում կենդանի մարդկանց եւ տարատեսակ մեռած հոգիների այսպիսի հոգեվոր կապի արդյունքում ձևավորվում է երկրի վրա ապրող մարդու մեկ այլ կարգավիճակ։ Այդ կարգավիճակը կոչվում է զոմբի, իսկ կենդանի մարդկանց եւ վերը նշված մեռած հոգիների միջև կապի հաստատման process-ը կոչվում է զոմբացիա կամ զոմբիացում։ Գուրուն կենդանի մարդկանց եւ մեռելների միջև կապ հաստատելուց հետո իրականացնում է տարբեր պիղծ հոգիների խորագույն ներթափանցում եւ ներդրում մարդու ողջ էության եւ բնույթի մեջ, մինչեւ որ նա, որպես առանձին անկրկնելի անձ, լիովին կորցնի իր անհատականությունը։ Զոմբիացման արդյունքում ամբողջովին վնասվում եւ աղավաղվում է մարդու մտածելակերպը եւ այնպես է կուրանում նրա միտքը, որ նա չի կարողանում տեսնել Աստծո ճշմարտությունը, չի կարողանում տարբերել սուտը ճշմարտությունից, կորցնում է առողջ դատողությունը, նրա մոտ բթանում է տրամաբանական մտածելակերպը, մարդը զրկվում է սեփական կամքից եւ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից։ Անհատի այս եւ այլ առանձնահատուկ խորագույն փոփոխությունների հետևանքով մարդը լիակատար մանիպուլյացիայի ենթարկում այն չար հոգիների կողմից, որոնցով նա զոմբիացված է։ Դրա հետ միասին մարդ զոմբին, չունենալով ճշմարիտ գիտելիքներ, որոնց նա կկարողանար համադրել իր վարքը, ամբողջովին զրկվում է ինքնավերահսկողությունից, որովհետև նրա մեջ, այսինքն նրա խղճի մեջ բացարձակապես չեն գործում ինքնավերահսկողության ունակությունները, քանի որ նրա խղճի մեջ հաստատուն տեղադրված են ստի հիմքերը, այսինքն ստի մատրիցաները։ Աստվածաշնչում գրված է, որ դրանք մարդիկ են, որոնց խիղճն այրված է։ Իսկ հոգին պարզ ասում է, որ վերջին ժամանակներում ոման կհեռանան հավատքից, ականջ դնելով գայթակղող հոգիներին եւ դիվային ուսմունքներին, այն ստախոսների կեղծավորությամբ, որոնց խիղճն այրված է։ Առաջին Տիմոթեոս 4 գլուխ 2-րդ խոսք։ Խնդիրը նրանումն է, որ զոմբիացված մարդիկ դժվարությամբ են ենթարկվում դեզոմբացիայի, այսինքն ազատագրվել շատ ծանր հիվանդագին վիճակից, կապվածությունից եւ դժոխքի կապանքներից։ Այսպիսով, ճշմարիտ դեզոմբացիա կարող է կատարել միայն Հայր Աստված, տիեզերքի արարիչը, Տեր Հիսուս Քրիստոսը եւ Սուրբ Հոգին։ Բայց այդ ժողովուրդը թալանված եւ կողոպտված է։ Նրանք ամենքը կապված են գետնախորշերում եւ կալանված են զնդաններում։ Նրանք ավար դարձան եւ ազատող չկա։ Կողոպտված են եւ ոչ ոք չի ասում հետ տուր։ Ձեզանից ով ականջ դրեց սրան, խորամուխ եղավ եւ լսեց ապագայի համար։ Եսայի 42 գլուխ 22-23 խոսքեր։ Գուրուի հիմնական նպատակն է հասնել այնպիսի վիճակի, որ մարդկանց մեջ հաստատվի բազմաթիվ տարատեսակ մանտրաների մեկ համակարգ, մեկ մատրիցայի մեջ գործող, որի միջոցով մարդիկ կենթարկվեն մեկ մտքի, կմտածեն նույն բանի մասին եւ կկատարեն միևնույն գործողությունները, այն գլխավոր սուտ Աստծո հետ, որի մեջ էլ հաստատված է այդ ստի կոշտ մատրիցան, եւ այդ սուտ Աստվածը Բաֆոմետն է, որի մեջ միաբանված են դևն ու սատանան։ Что современный человек вот ищет здесь, что он здесь хочет получить? Миллионы людей собираются в этом месте, чтобы создать коллективное сознание, духовное сознание. И тогда эти миллионы людей, думающие одинаково, могут изменить весь мир. Զոմբիացված մարդկանց հիվանդագին վիճակը դրսևորվում է նրանով, որ զոմբիացման ժամանակ մարդն ուղղակի կորցնում է իր բոլոր անհատական ունակությունները եւ տաղանդները
Եվ մտածելակերպը իջնում է այնպիսի ցածր մակարդակի, որ նա կորցնում է ինքնուրույնությունը եւ ընկնում է զոմբատոր մանիպուլյատորի, այսինքն իրեն զոմբիացնող մարդու կամքի, խոսքի, ցանկությունների եւ մտածելակերպի ներգործության եւ կառավարման տակ։ Զոմբի հիվանդագին վիճակի բնորոշ ախտանիշը անցյալի եւ ներկայի մասին հիշողության թուլացումն է, ընդհուպ միջև ամնեզիա, այսինքն հիշողության լիակատար կորուստ։ Զոմբիների մոտ կորչում են մտքի անալիտիկ ունակությունները, որի արդյունքում նրանք չեն կարողանում քննարկել եւ վերլուծել իրենց շուրջը կատարվող իրադարձությունները, արձանագրել փաստերը եւ կատարել ճիշտ հետևություններ ստեղծված իրավիճակներից։ Զոմբիների մոտ ձևավորվում է դիվային հեզություն եւ խոնարհություն, իրենց առաջնորդի, այսինքն զոմբատորի առջև։ Զոմբիացված մարդկանց ծանր վիճակը բացատրվում է նրանով, որ նրանք նույնիսկ իրենց զոմբատորների բացակայության ժամանակ կատարում են նրանց կամքը, քանի որ զոմբատորի եւ զոմբիի միջև հաստատված է հոգեվոր ամուր կապ, այն պիղծ հոգիների միջոցով, որոնցով զոմբիացված է ինքը զոմբատորը, այսինքն տվյալ դեպքում գուրու։ Զոմբացիա կատարելու համար զոմբատորի եւ զոմբիի միջև եղած հեռավորությունը ոչ մի նշանակություն չունի։ Զոմբատորին բավական է իմանալ զոհի անունը, ազգանունը, ծննդյան թիվը, հասցեն եւ գտնվելու վայրը։ Այդ տվյալները ի հայտ բերելուց հետո, միջև ապագա զոհի հետ հանդիպելը, զոմբատորը նախորոք սկսում է կարդալ մանտրան նզովքներ եւ կատարել տարբեր տեսակի կախարդություններ եւ հմայություններ, որոնց հետևանքով ապագա զոմբին կապվում է պիղծ հոգիներով, որոնք, որպես պատվիրակ դեսանտներ, զոմբատորի կողմից արդեն ուղարկված են զոհի մոտ։ Գուրուն հասնում է վարպետության այնպիսի աստիճանի, որ իր գուրու ուսուցիչ վարդապետի մահից հետո կարող է նրան կանչել անդրշիրմյան աշխարհից, խորհուրդ եւ օգնություն ստանալու համար։ Դա կատարվում է կոշտ հաստատված մատրիցայի ընդհանրության հաշվին, ինչպես մեռած գուրուի հոգու եւ շնչի մեջ, այնպես էլ կենդանի աշակերտի հոգու եւ շնչի մեջ։ Գուրուի ծառայությունների հրեշավոր պղծությունը դրսևորվում է հենց նրանով, որ նա իր աշակերտներին նախորոք սովորեցնում է նույն այն մատրաները, որոնք գործում են հենց իր մեջ եղած մատրիցաներում։ Այսպիսով, գուրուի եւ աշակերտի մատրիցայի ընդհանրության հաշվին նրանց կապը երբեք չի ընդհատվում, եւ գուրուի վարդապետությունը հենց այդ մատրիցայի փոխանցումն է մի աշակերտից մյուսին։ Այս երևույթը առավել ակներև եւ ուշագրավ է Արթուր Սիմոնյանի այն ծառայության ժամանակ, որը տեղի է ունեցել Ռիգայի կոնֆերանսում, երբ նա մանտրաներ կարդալու միջոցով փոխանցել է գուրուի իր ունակությունները Անդրեյ Կոչկինին։ Զոմբիացման տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ մարդկանց մեջ մտնող պիղծ հոգիների քանակը կարող է լինել անսահմանափակ, այդ մասին ասվում է ավետարանում։ Եվ Հիսուսը ասաց նրան. «Դուրս արի պիղծ հոգի այդ մարդուց» եւ հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»։ Եվ նա պատասխանեց եւ ասեց. «Լեգիոն է իմ անունը, որովհետեւ մենք շատ ենք»։ Մարկոս 5-րդ գլուխ 8-9 խոսքեր։ Ոչ մի առողջ մարդ չի կարող լինել մեծում, որովհետև նրանք ունեն յուրահատուկ հոգեֆիզիոլոգիական կառուցվածք։ Դա հատկապես նկատվում է Արթուր Սիմոնյանի մոտ։ Նրա տգիտությունը եւ քաոսային խոսքը լսելով մարդիկ կորցնում են առողջ դատելու ունակությունը, մշտական խեղկատակությունը, վնասված միտքը, նախադասությունների երկիմաստությունը եւ շարունակ անավարտ մնացող մտքերը բնութագրում են նրան որպես մի մարդու, որը խիստ տարբերվում է նորմալ մարդկանցից։ Հարգելի ունկնդիրներ, Արթուր Սիմոնյանի կիրառած զոմբիացման մեթոդների, գուրուի ֆունկցիաների թվարկման, ինչպես նաև գուրուի ու Արթուր Սիմոնյանի ծառայությունների համապատասխանության ընդհանրացումը դուք կտեսնեք 9-րդ սերիայում։